Տիկին Պալյան, ոնց եք գնահատում Շիրակի մարզում իրավիճակը առհասարակ նախընտրական, ինչ տրամադրություններ կան, ընդդիմությունը հաճախ շարքում է, թե Շիրակի մարզում տրամադրությունները ընդդիմադիր են, իշխանություններից դժգոհություն կա, սա ինչքանով է մոտ իրականությանը։ Շնորհակալ եմ, ինչպես միշտ ընդդիմության ասած որևէ մտքին նախադասությանը լուրջ վերաբերվել պետք չէ։ Շիրակի մարզը այսօր վարչապետին եւ մեր քաղաքական թիմին դիմավորեց այն ջերմությամբ, այն ոգևորությամբ, որը սպասելի էր, ու սա անտեղի չէ։ Շիրակի մարզում կա կատարված հսկայածավալ աշխատանք, որը մեր մարզի շնորհակալ բնակիչները տեսնում են, գնահատում են եւ ամենակարևորը արձանագրում ենք, որ խաղաղությունը մեր երկրում հաստատվել է հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք եւ շիրակցին տեր է կանգնելու խաղաղությանը քվեի տեսքով 2026-ին հունիսի 7-ին գնալով ընտրության եւ վերցնելով համար 16-րդ քվեաթերթիկը։ Այլ տարբերակ լինել չի կարող, որովհետև այլ ընտրանք չունենք։ Դե ուժեղները, այսպես ասած, արձագանքում էին մարզպետի այսօրվա ներկայացրած հաշվետվությանն, ասում էին ինչ է կարել, որ Շիրակում 40%-ից ավել աղքատություն կա, ոչ մի բան էլ չէ կարել Շիրակի համար։ Ստիպված եմ նորից կրկնել, որ ճակերտավոր ուժեղները կլինեն, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կլինեն, ովքեր պատմության մեջ հայտնի են միայն այրունոտ պատմություններով, կարող են խոսել, բայց այդ խոսքերը իրականությանը չեն համապատասխանում, նրանց հնչեցրած որևէ մտքի լուրջ վերաբերվել չի կարելի, որովհետև նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չեն սիրում եւ երբեք ու երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հոգսը չի եղել իրենցը։ Իսկ այսօրվա գործող կառավարությունը, որը հունիսի 7-ի ընտրություններով վստահ եմ եւս 5 տարի շարունակելու է գործել, ապրում է յուրաքանչյուր քաղաքացու հոգսով ու դարդով եւ 24/7 ռեժիմով անում է ամեն ինչ, որպեսզի այդ նույն քաղաքացու կյանքի որակը ել ավելի բարձրանա։ Տեսեք, ասացիք, որ վստահություն ունեք, որ շարունակելու եք եւս 5 տարի կառավարել։ Գյումրիում օրինակ անհրաժեշտություն կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, հաշվի առնելով թե ով է ղեկավարում Գյումրին, ով բացահայտ փաստորեն ընտրակաշառք ստանալու գործով այժմ կալանավորված է եւ հայտնի է իր աղմկահարույց հայտարարություններով ու նախկին գործունեությամբ։ Ինչպես վարչապետն է մի քանի անգամ նշել եւ ես եւս արձանագրում եմ, որ այո, հունիսի 7-ի համապետական ընտրություններից հետո Գյումրիում եւս հեղափոխություն լինելու է, Գյումրի 1 լինելու է, որովհետեւ մեր քաղաքը այս պահին ինչ-ինչ հանգամանքներով, հայտնի հանգամանքներով հայտնվել է ենթադրյալ հանցագործ Վարդանիկի ձեռքում եւ մենք բոլորս միասին քաղաքացիների աջակցությամբ ու վստահությամբ ազատագրելու ենք Գյումրին եւ ծաղկեցնելու ենք Գյումրին ինչպես մեր պետությունը, երկիրը։ Ինչ է կարծում, ինչու են Վարդանիկի փեսային ներառել իրենց ցուցակում եւ բավականին անցողիկ հորիզոնականում, որպեսզի Գյումրիում, այսպես ասած, իրենց տասովկաները, որոնք ժողովրդի լեզվով ընդունված ասել անում են։ Կարճ կպատասխանեմ, որովհետեւ այլ նորմալ եւ գիտակից մարդ չէր համաձայնվի լինել ճակերտավոր ուժեղների ցուցակում։ Ձեր դիտարկմամբ Գյումրիում ինչ տրամադրություններ են առհասարակ, կոնկրետ Գյումրիի մասով։ Ես որպես մարդ, ով չի եղել մի օր, որ քարոզարշավին չմասնակցի, սկզբից մինչև վերջ, կարող եմ ձեզ վստահեցնել, որ գյումրեցին կանգնած է մեր կողքին, կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին եւ այս իմ ասածը կփաստվի հունիսի 7-ի ընտրություններում, երբ գյումրեցին կգնա եւ իր վստահության քվեն կտա հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ես ավելի քան վստահ եմ, ինչքան էլ փորձեն որոշ անձիկ կամ քաղաքական ուժեր այլ կերպ ներկայացնել իրականությունը։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ միայն քաղաքացիական պայմանագիրն է կարողանում հաղթարել անցողիկ շեմ ԱՌԱ-ի վերջին հարցումների պարագայում, իրենք չեն թաքցնում Գյումրիի երկու սցենարը շատ է իրենց դուր եկել այն ինչ տեղի ունեցավ այստեղ Գյումրիում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ինչքանով է հեռանկարային սա։ Գյումրի 2 չի լինելու, դա բացառված է, դրան հակառակ նորից կրկնում եմ լինելու է Գյումրի 1, հեղափոխություն դեռևս Գյումրիում տեղի չի ունեցել, բայց վստահ եմ, որ պահը հասունացել է եւ հունիսի 7-ից հետո այդ պահը գալու է, ազատագրելու ենք մեր քաղաքը Վարդանիկներից եւ ենթադրյալ բոլոր հանցագործներից։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։